Լուսաբացին Իրանը հարվածել է Դուբայի մոտակայքում գտնվող ավստրալական զորքերի բազային, հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարկ Լեսը։ Իրանի վերնախավը զգուշացրել էր, որ ամերիկյան զորքերին աջակցող յուրաքանչյուր տեխնիկա իրենց թիրախում է, անկախ բոլոր հանգամանքներից։ Իսլամական Հանրապետության հարվածների հետևանքով Բահրեյնում հայտարարվել է օդային հարձակման տագնապ, լսվել են պայթյուններ, հայտնել է Թագավորության ներքին գործերի նախարարությունը։ Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատանը հրդեհ է բռնկվել տեղի ունեցած պայթյուններից հետո։ Ավելի ուշ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ դեսպանատունը հրդեհվել է իրանական Շահեդ 136 անօդաչու թռչող սարքերի հարվածից։ Շարունակական ավիահարվածների է ենթարկվում նաև Իրաքը։ Էրբիլում հրթիռակոծության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Պայթյունների և հրթիռակոծությունների ֆոնին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև խաղաղությունը հնարավոր է Իրանի հետ պատերազմից հետո։ Նա նաև նշել է, որ պատերազմը անվերջ չի լինի, արագ և վճռական գործողություններ կլինեն։ Նեթանյահուի խոսքով Իրանը դասեր չի քաղել կեսգիշերային մուրճ և առյուծի վերել գործողություններից, աջակցելով Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայիս գործողություններին։